Մի հատ հարց տամ էլի, պարոն Զուրաբյան, որպես մարդ, որը, տեսեք, պայքարել է իշխանության գալու համար, դեռ 80-ականներից եմ գալի շատ, ունեցել է իշխանություն։ Քանի որ թվականից 88-90 այդ թվականից։ Եթե հիմա գոնե կարաս տենց ճակերտոր մեղադրանք ներկայացնում մենք իշխանության համար ենք պայքարում։ Չէ։ Այն ժամանակ մենք պայքարում ենք։ Ես ուրիշ բան եմ ասում, ես դա չեմ մեղադրում, ես աբսոլյուտն չեմ մեղադրում։ Ուզում եմ ասեմ, դուք այն ժամանակ եղել եք ընդ որում խորհրդային միության ժամանակ, լինել ընդդիմադիր, ճիշտ է, դա արդեն քանդվող խորհուրդ, բայց այնուամենայնիվ ես հիշում եմ, այդտենց հեշտ չտարվեց։ Տարիքներում որ հիշեմ։ Գիտեմ։ Ես շատ լավ եմ հիշում ամեն ինչը, հա, այդ պարտային ժամից սկսած մենք գիտեինք, որ մենք գործում ենք աշխարհի ամենաբռնատիրական պետության մեջ, որը հետո եկել եք գույակ էր ստեղծել, հետո եկել եք իշխանության, հետո հեռացել եք իշխանությունից, եղել եք ընդդիմություն, պայքարել եք։ Ես ուզում եմ պրոստը պսիխոլոգիան մարդու հասկանալ, մենք հիմա ինչ ասես ասում ենք, հա, բարբարոս, չգիտեմ ինչ, եւ այլն, մեղսունակ, անմեղսունակ, բայց այնուամենայնիվ այս աշխարհը Այդ դեպքերից մի հատ այդ բանի պատճառով մի ամբողջ դիսկուսիա ծավալվեց բանավեճես հանրային արդյոք Նիկոլը մեղսունակա թե անմեղսունակ, որտեվ շատերը ինձ մեղադրեցին, որ ասում ես անմեղսունակ, բա ինքը ուրեմն չի կարող պատասխանել։ Չէ, ես այդ կարծացել եմ, որ դուք ասել եք, որ քաղաքական կոմպրոմիսի գանք, որ քաղաքական առումով անմեղսունակը իրավական թույլ չտալու համար առաջարկում է փողզիչում։ Նա անմեղսունակ է քաղաքական իմաստով, բայց մեղսունակ իրավական։ Այդ ես կարծացել եմ, Համաձայն եք, մտնում ենք այդ փողզիչման մեջ։ Ես լրիվ այս ձևակերպան հետ օքեյ եմ։ Եկեք այդ դրա շուրջ մի հատ բանի համաձայնության գանք։ Ես վերջին շրջանում ստորագրում եմ ձեր բոլոր փաստաթղթերի եւ խոսքերի տակ։ Լավ, ներողություն, ես ուզում եմ հիմա մի կողմ դնենք ամեն ինչը։ Կա այնուամենայնիվ մարդկային ֆակտոր, հա? Ցանկացած քաղաքական գործիչ, ղեկավար, նախագահ, վարչապետ, մարդ են, որոնք ինչ որ բանով անցնում են, հետո կորցնում են այդ իշխանությունը։ Ես ուզում եմ որպես մարդ ինչ որ, հա, ասեք, որ այս ամեն ինչը փորձեք բացատրել, որ ինչ ունի, սկիզբ ունի նաև վերջ։ Այսօր չէ, վաղը չէ, մի տարի հետո չէ, բայց 5 տարի, 10 տարի այ հետո ոնց է լինելու այսքանից հետո, որովհետև ցանկացած իշխանություն, որը մինչև հիմա եղել է, ընդ որում դեռ նկատի ունեմ կոմունիստների ժամանակահատվածից, հա, այդ անտոգոնիզմ եղել է բոլորի միջև, ես ինչքան հիշում եմ, ընդհուպ մենք հիմա տեսնում ենք, ասենք, որ թվում էր, թե այն ժամանակ երրորդ նախագահի, երկրորդ նախագահի հա, ոնց որ քաղաքական գծի շարունակողն է, բայց մենք տեսնում ենք, որ կա խնդիր։ Անկամ ուզում եմ ասեմ, այդտեղ կա, բայց չի եղել այս աշճանի, հա, այս վերաբերմունքը ընդդիմություն իշխանություն կամ հասարակության երկու հատվածների։ Ընդդիմությանը աջակցող կամ իշխանությանը աջակցող։ Այ հետո այն որ ասում է так жить нельзя, չէ, Գավառուխինի հայտնի ֆիլմն է, ոնց ենք ապրելու։ Իդեպ ես այս հարցը զուտ ոչ թե շարունակելով, այլ հիշեցնեմ, որ այն օրը, որ մենք հիմա նոր խոսում էինք Մայրաթոռում, Վեհափար Հայրապետը հենց սրա մասին էր խոսում իր քարոզը։ Եվ Աստվածաշնչյան այն խոսքն էր մեջբերում, որ անջատ պառակտված թագավորությունը կանգուն մնալ չի կարող, եւ պառակտված տունը կանգուն մնալ չի կարող, եւ միասնության կոչ էր անում։ Հիմա այս պայմաններում մենք ինչ ենք անելու։ Չէ, այստեղ մի լուրջ խնդիր կա, իհարկե խնդիրները Ես ուզում եմ որպես քաղաքական գործչի, հա, տեսակետ լսել այս առումով։ Ասենք մենք ունեցել ենք, չէ, լուրջ հակամարտություններ, մարտի 1։ Իհարկե ունեցել ենք, ես հենց դրա մասին էի պատմում նոր։ Դրանք եղել են ծանր բաներ, հակամարտություններ, մինչև հիմա էլ։ Ես կարծում եմ 98 թվականի փետրվարն էլ ա եղել, այլ հարց որ դա դուրս չի եկել փողոց, բայց ընդեղ էլ է ծանր հակամարտություն եղել։ Ասենք ընդհանրապես շատ վատ բաներ են արվել, շատ խորը հակամարտություններ են եղել, բան,
Բայց գոնե հակամարտության հանգուցալուծումից հետո այդ քաղաքական ուժերը փորձել են բան չանել, այս երկիրը չտանել դեպի քաղաքացիական պատերազմ կամ sense համազգային պառակտություն։ Փաշինյանի խնդրը նրա մեջ է, որ ինքը պերմանենտ պառակտության process է առաջացնում։ Ինքը որտեղ գնում է, պետք է լինի կոնֆլիկտ, համերաշխության sense բան, խարխլում, պետք է բոլորը խառնվեն իրար, լինեն աղաղակ, աղմուկ, կռիվ, ասեմ ինչ ես հարցը տվեցի։ Հա։ Մի կողմ դրեք Փաշինյանին, բայց չէ որ այդ հենց մի կողմ դրենք կպրծնի խնդրը։ Եկեք ցոտեկի մի կողմ դրենք, էլի։ Այնուամենայնիվ այդ թիմում մեծ մասը եղել են հակի երիտասարդ, չէ, ես այդ իմաստով չեմ ասում։ Կարամ ասեմ ջահելներ, կարամ ասեմ երիտասարդներ, այդ դուք ընտրեք։ Գիտեք, ես բայց այդ մարդիկ իրանք են այդ թե իրանք դարձել են զո, իրանք պրոստը չեն տեսել ինչա իշխանությունը, տեսել են, կորցրել են իրականության զգացումը, հետոն չեն պատկերացնում իշխանություն կորցնելուց հետո խնդիր կա գլխավոր իշխանավորի հոգեբանությունը ոնց որ վարակիչա մյուսների համար բանի նման էլի ասես քսերոքսի նման ասես բանը անում տպվում է տարածվում է երկրորդ էշելոնի վրա երրորդ էշելոնի վրա գնում է անգամ դեպի բան ու տարբեր մակարդակներ արդեն հասարակ մարդկանց բան դա շատ ահավոր ֆենոմեն է դա միշտ եղել է այսինքն եթե Ստալինը բանա կասկածամիտ է եւ ամենտեղ թշնամիա փնտրում այդ գնում է բոլոր մակարդակների արդեն ամեն փողոցում ցանկացած հա դա բոլորը թշնամի են փնտրում օրինակի համար Խրուշչովը մի քիչ ավելի հանգիստ էր այդ ամեն ինչին վերաբերվում բանը լրիվ մոտորոտը փոխվում է հասկանում Չնայած հետո էլի մի քիչ բան Բրեժնևը անեկդոտներ սիրում սա ժողովուրդը անեկդոտներ էր պատմում այդ մի քիչ բան եմ անում հիմա հա հասկանալի է բայց ուզում եմ ասեմ Տեր-Պետրոսյանը մտավորական էր, ինտելիգենտությունը դարել էր մոդայիկ շատերի համար։ Եվ այլն, եւ այլն։ Հիմա Նիկոլը իր այդ շեղված գիտակցությունը, իր այդ սաղ պսիխոպաթիայով, չգիտեմ, այդ անմեղսունակությամբ քաղաքական իմաստով եւ մեղսունակությամբ իրավական Այդ իր ամբողջ հոգեբանական այդ իր խնդիրները, իր ներքին խնդիրները, ինքը պրոյեկտավորում է ամբողջ հասարակության վրա։ Սա խնդիր է։ Գլխավոր իշխանավորի, ասած ասեմ, ուղեղի վիճակը, գիտակցության վիճակը, հոգեկան վիճակը, ինքը դառնում է ամբողջ հասարակության հոգեկան վիճակը։ Սա մի հատ ցավալի իրողություն է, որը հիմա մեզ բոլորիս ասեն ցնցումների մեջ ակցել որովհետև դու չես կարող ասենք եթե իսկապես երկիրը ղեկավարում է մի հատ շիզոֆրենիկ դե շիզոֆրենիկա ինչա պսիխոպաթա չգիտեմ այդ դիագնոզը թե ուրիշներ թող ասեն այդ ինչա բայց եթե տես մարդը կառավարում ամբողջ երկիրը ընկղմվում է շիզոֆրենիայի մեջ բանի մեջ պառակտության մեջ կոնֆլիկտի մեջ շեղվում են բոլորի լուծումը ո՞րն է լուծումը ես հիմա ասեմ ինչ եմ ասացի տալի տեսեք գնում են քաղաքական եւ հասարակությունը գնում է ընտրությունների պարզա որ ընտրությունների իշխանությունը գնում է խաղաղություն ասելով իհարկե ըստ ես ընդհանուր առմամբ հասարակության համար ասեմ որ իմանան որ խաղաղությունը միշտ չէ որ պայծառ ապագա է հա խոստանում, որովհետև խաղաղությամբ նաև հանգչում են։ Հիմա ինձ հետաքրքիր է ընդդիմադիր հատվածը։ Ну կոնկրետ ես հիմա նկատի ունեմ, ասենք ձեզ, ես այդ հարցը բոլորին եմ տալիս։ Ու այդ հարցը բարձրացնում եմ։ Այս համընդհանուր այս դեպրեսիա, ապաթիա, շիզոֆրենիա անուն ինչ ուզում եք դրեք։ Դրա մեջ ոնց պետքա փորձի այդ խաղաղությանը, որը իմ համար էլի եմ ասում, այդ ավելի շուտ հանգչող խաղաղությունական խաղաղությունա, որ ես վստահ եմ դրանում, բայց այնուամենայնիվ դա այն հերթական կտերից է, որը հասարակության ինչ որ հատված ուտում է, շատ մեծ հաճույքով ի դեպ,
դրան դիմակայել կամ իր այլընտրանքը ներկայացնել։ Այո, մեր ժողովուրդը իսկապես ցանկանում է խաղաղություն եւ պատրաստ է։ Չէ, դա նորմալ է, որ խաղաղություն է Չէ, ցանկանում։ բայց նա այնքան է ցանկանում խաղաղություն, որ անգամ պատրաստ է ինքը իրան մի քիչ Խաղաղության խփել ու մոլորության, չէ, դե չեմ ասում, որ եթե այդ բանը ամբողջ բարձրությամբ հասկանային, կդիմադրեին դրան, բայց ժողովուրդը ցանկանում է մի քիչ ինքնախապեյության մեջ ընկնել եւ եթե երկրի ղեկավարը ասում է, որ մենք այլևս խաղաղության մեջ ենք, ինքը ցանկանում է այդ դրան հավատալ։ Չէ, լավ, մի վարքյան։ Եթե երկրի ղեկավարը ասում է մենք խաղաղության մեջ ենք, մյուս երկրի ղեկավարը ում հետ իբր թե խաղաղությունը կնքված է կամ կնքվում է կամ արդեն անդառնալի process է դա, ամենօրյա ռեժիմով նվաստացնում։ Չէ, հիմա ինձ պետք չի համոզել։ Չէ, ես ուզում որ բանա, մենք իսկապես խաղաղության մեջ ենք գտնվում։ Սա իրականում նման է բանի, մի հատ նարկոտիկի, օպիում դա նարոդը ոնց որ ասում են, որը Փաշինյանը փորձում է հիմա իրագործել իշխանությունը պահպանելու համար, որովհետև իր համար ամենակարևոր ու ամենաուժեղ խաղակարգը դա խաղաղության այսպես կոչված հաստատումն է։ 3 խաղաթուղթ է մնացել, 3 ոչ մի ուրիշ բան չի աշխատում։ Այդ մեկը ամենակարևորն է, դա հիմնականն է եւ եւս երկուսը ավելի սոցիալական կենցաղային բնույթ է։ Ճանապարհներ, ասֆալտ, ճանապարհներ չէ, ասֆալտ կոնկրետ եւ դպրոցներ։ Հա, բայց մենք հիմա եկեք չշեղվենք, այդ հիմա խաղաղության թեման մի հատ հասկանանք։ Իրականում երբ որ այս ռոպագանդայի տակ ես, դու ստիպված բան ես, սկսում ես հավատալ, որ ամեն ինչ լավ է գնում, հեսա ադրբեջանական արդեն բենզին է գալի, արդեն կրակոտ չկա, քանի տարի է բան, քանի ամիս է լավ տարի շատ եք ասում։ Եվ այլն, ամեն ինչ նորմալ է, իսկ Փաշինյանը կարողացել է մի բանի, ֆանտաստիկ բան է ասնել։ Այդ մարդու ղեկավարման տարիներին 10 ռազմական կոնֆլիկտ են ունեցել Ադրբեջանի հետ։ Այսինքն եթե իրականում այդ մարդը ինչ որ բան բերել է Հայաստան, ինքը բերել է պատերազմ, էնել պարտությունով պատերազմ։ Եվ բավականին մեծ քանակությամբ զոհերով։ Ամբողջ պարադոքսը դրա մեջ է, որ ինքը փորձում է ժողովրդին համոզել, որ ինքը բերել է խաղաղություն։ Ուրեմն իրականում ինքը բերել է պատերազմ, նվաստացիչ պատերազմ, իսկ խաղաղություն չի կարողանում բերել, որովհետև ինչ ուզում եք ասեք, Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տակ իր ստորագրությունը չի դրել եւ շարունակում է համառորեն չդնել։ Հիմա մենք պետք է ուրախանանք նրա վրա, որ մի երկու հատ վագոն բաց են թողում կամ ինչ որ բենզին են ուղարկում եւ այլն, այսօր ուղարկեցին վաղ կարան փակեն։ Ոչ մի երաշխիք չկա դրա համար։ Հա, ոչ մի, այսինքն մենք ունենք ինստիտուցիոնալ խաղաղություն։ Մենք ունենք այս պահին լավ տրամադրություն Ալիևի մոտ։ Լավ տրամադրություն վաղել կարա ջահայնանա։ Լավ տրամադրություն ինքը ընդհանրապես դրանով օգնում է Նիկոլ Փաշինյանը դրվի։ Ասեցիք ինչի համար է տրամադրությունը։ Չէ, հասկանալի է, բայց ինչ որ ժեստեր անում բան, լավ գոնե ձևացնում է, ցույց է տալիս լավ տրամադրություն։ Տենց կարելի է ասել։ Երևի։ Հա, այսինքն սա համարել խաղաղություն չի կարելի, եթե ժողովուրդը պետք է նայի, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը գրկախառնվում են կամ իրար հետ բանը շատ լավ են խոսում ու դրանից եզրակացություն անի, որ խաղաղությունը հաստատված է, դա մեծագույն խաբեություն է։ Իմիջիայլոց ախր այդ ժողովրդին պետքա պրոստը ցույց տալ այդ կադրերը, թե ոնց էին փաթաթվում եվրոպական լիդերները, Կադաֆին, Սադամ Հուսեյնին, ոնց էին իրար փաթաթվում, ոնց էին իրար համարել նստածը։ Չեմբերլենը Հիտլերի հետ Հիտլերին բավականին լուրջ անգլիական այդ բանը Մոլտովի-Ռիբենտրոպ ընտանիքից համակրողներ կային, հա, այսինքն համակրողներ կային, որ հենց կոնկրետ նախին եղբայրներ, նախին թագավոր Էդվարդ 9-րդ, 8-րդ։ Այսինքն այդ մի քանի այդ վիզուալ այդ էֆեկտները որ բան այդ համարել խաղաղություն, իսկ կարող է մենք հիմա նստած ենք մի հատ լուրջ ռումբի տակ, որը մի օր պայթելու է։ Ոչ թե կարող է, այլ եթե մենք իրական իրատեսական խաղաղության պլան չներկայացնենք եւ չիրագործենք, նա պայթելու է։